Շնչառական համակարգը մեր օրգանիզմի ամենակարևոր դերերից մեկն է կատարում, դա գազափոխանակությունն է, արյան հագեցումը թթվածնով։ Շնչառական համակարգը ասելով մենք հասկանում ենք մի շարք օրգաններ, որոնք բաժանվում են երկու մեծ խմբի՝ վերին շնչուղիներ, դա քիթն է, ըմպանը, կոկորդը եւ շնչափողը եւ ստորին շնչուղիներ, դա արդեն բրոնխներն են եւ թոքերը։ Յուրաքանչյուր օղակ այս համակարգում ունի իր դերը։ Ճիշտ շնչառության դեպքում ֆիզիոլոգիականը դա քթով շնչառությունն է։ Սակայն լինում են դեպքեր, երբ քթային շնչառությունը դժվարացած է լինում եւ անհատը ուշադրություն չի դարձնում դրան եւ սկսում է շնչել բերանով։ Մի փոքրիկ շեղվենք շնչառական համակարգի կառուցվածքից եւ ասենք, որ բերանով շնչառությունը կարող է պատճառ տալ մի քանի լուրջ խնդիրների։ Առաջինը դա թթվածնի քանակի նվազումն է։ Ինչու, որովհետև քթի խոռոչը նախատեսված է օդի խոնավեցման, օդի տաքացման եւ ավելի մեծ ծավալով օդ է հնարավոր ներշնչել քթային շնչառության ժամանակ, եւ եթե անհատը շնչում է բերանով, ապա շնչուղիները չորանում են, պացիենտը սկսում է խռացնել, ունենում է խռմփոց, որը արդեն խնդիր է հանդիսանում եւ նորմալ չէ որևէ պարագայում։ Բացի քթի խոռոչից, կոկորդը եւ շնչափողը արդեն հանդիսանում են ուղղակի խողովակներ օդի համար, ինչպես նաեւ բրոնխները, եւ այս խողովակների բուն իմաստը հասցնել օդը դեպի թոքեր, որտեղ արդեն կկատարվի գազափոխանակությունը։ Թոքային մակերեսը բավականին մեծ է, այն կազմում է հարյուրավոր քառակուսի մետրեր եւ այս մակերեսը եթե մենք վերցնենք եւ համեմատենք ամբողջ օրգանիզմի մակերեսի հետ, ապա կհասկանանք, թե ինչ մեծ դեր է կատարում թոքերը եւ ինչ ահռելի ֆունկցիա են անում, անընդհատ արյան շրջանառության հետևանքով հագեցնում են արյունը թթվածնով։ Ինչին է պետք օրգանիզմի թթվածինը մասնակցում է ցանկացած նյութափոխանակման process-ին եւ հանդիսանում է օրգանիզմի վառելանյութը, այսպես ասած։ Թթվածինը անհրաժեշտ է ցանկացած օրգանին, սկսած գլխուղեղից, ավարտած մազերով, մաշկով եւ այս դժվար դերը բաժին ընկնելով թոքերին, թոքային առողջությունը երբեմն անտեսվում է։ Ինչու է անտեսվում, քանի որ թոքային առողջության մասին երբեմն շատ քիչ ենք խոսում, երբեմն անհատները չեն առանձնացնում թոքային հիվանդությունները այլ հիվանդություններից, կապում են մի այլ օրգանի հետ եւ երբեմն մենք ինքներս վնասում ենք մեր շնչառական համակարգին։ Շնչառական համակարգին վնասելու հիմնական առաջին ֆակտորը դա ծխախոտի ծուխն է իհարկե։ Ընդ որում ծխախոտի ծուխը վերաբերվում է ինչպես ակտիվ ծխողին, այսինքն հենց ծխող անհատին, այնպես է երկրորդային ծուխ ներշնչող մարդկանց։ Այսինքն եթե ընտանիքում որևէ մեկը ծխում է, այդ ընտանիքի բոլոր անդամների մոտ թոքային հիվանդությունների զարգացման ռիսկը ավելի բարձր է, քան այն անհատների մոտ, ովքեր որ չունեն ընտանիքում ծխող անդամ եւ կապ չունի, որ սենյակում է անհատը ծխում, ամեն դեպքում ծխախոտի ծուխը տանը լինում է։ Շնչառական համակարգին վնասելով հնարավոր է նաեւ որոշակի վատ կենցաղային պայմաններում ապրելով, հա։ Այստեղ կուզեմ հատկապես շեշտել խոնավ պայմանները, ինչու, որովհետեւ խոնավությունը շատ լավ միջավայր է սնկային սպորների աճի համար եւ գոյատևման համար, իսկ սնկային սպորներից շատերը ունակ են առաջացնել որևէ ալերգիզացիա շնչառական ուղիների կողմից։ Ալերգիզացիան, այսպես ասած, շնչառական ուղիների կողմից դա ամենացայտուն տարբերակը ասթմայի ձևավորումն է։ Ասթման հանդիսանում է շնչառական ուղիների քրոնիկ բորբոքումով ընթացող հիվանդություն, որի դեպքում տեղի ունենում օբստրուկցիա։ Օբստրուկցիան այս դեպքում դարձելի է կամ մասնակի դարձելի է եւ պարոքսիզմալ, այսինքն նոպաաձև ընթացք է լինում։ Եթե մենք համեմատենք այն գլխավոր հիվանդության հետ, որի մասին այսօր խոսելու ենք թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության հետ, ապա նրանք ունեն որոշակի նմանություն, բայց ունեն նաեւ ահռելի տարբերություն։ Լինում են դեպքեր, երբ հատկապես մեծահասակ կանանց մոտ, ինչու՞ չէ նաև տղամարդկանց մոտ, սակայն ստատիստիկորեն կանանց մոտ մի փոքր ավելի շատ, երբ այս հիվանդությունները կարող են խաչվել, լինել overlap սինդրոմի տեսքով, այսինքն մեկ օրգանիզմում լինեն շնչառական ուղիների երկու սկզբունքայինորեն տարբերվող երկու հիվանդություն։ Այս պարագայում խնդիրը բնականաբար ավելի դժվարանում է, քանի որ պետք է պայքարել երկու ֆրոնտով, երկու ուղղությամբ, սակայն ուզում եմ ի սկզբանե ասել, որ թոքային հիվանդությունները չնայած ունեն քրոնիկ ընթացք, սակայն մեծ մաս դեպքերում նրանց հնարավոր է կառավարել, հնարավոր է կյանքի որակը բարելավել, հնարավոր է չունենալ ֆիզիկական ակտիվության եւ առօրյայում գործողությունների սահմանափակում, եթե այս հիվանդությունները ախտորոշվեն վաղ փուլում եւ անհատը հետեւողական լինի իր բուժման ամբողջ ընթացքին։ Ինչու եմ սա հատուկ ընդգծում, որովհետեւ լինում են դեպքեր, երբ բուժումը սկսելիս որոշակի ժամանակ հետո հիվանդը որևէ գանգատ չի ունենում եւ ընդհատում է դեղորայքային բուժումը, սակայն լինելով սրանք քրոնիկ հիվանդություն, որևէ կուրսով կամ որևէ ինչ-որ պերիոդիկ բուժմամբ կայուն դրական արդյունք ստանալ լինում է երբեմն դժվար։
Ժամանակակից բժշկության մեջ յուրաքանչյուր հիվանդություն ունի հստակ գործելակարգեր, ուղեցույցներ, որը հնարավորություն է տալիս ճիշտ գնահատել հիվանդությունը, հայտնաբերել այն եւ բուժել։ Որոշ հիվանդությունների վերաբերյալ ուղեցույցները թարմացվում են մի քանի տարին մեկ, սակայն այսօր այն հիվանդության մասին, որի մասին խոսելու ենք, ուղեցույցները թարմացվում են տարին մեկ։ Դա նշանակում է, որ այդ հիվանդությունը ունի բավականին լուրջ նշանակություն եւ իրենից հանդիսանում է գլոբալ բեռ ամբողջ աշխարհի համար։ Այսօր խոսելու ենք թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության մասին։ Այս անունը բավականին երկար է թվում եւ ինչպես անունից կարելի է կռահել, խոսքը գնալու է շնչառական համակարգի մասին եւ թոքերի եւ որոշ մասով նաեւ բրոնխների։ Այս հիվանդությունը հանդիսանում է բավականին տարածված, միգուցե թերագնահատված հիվանդություն, քանի որ այն մարդիկ, ովքեր տառապում են այդ հիվանդությամբ, ոչ բոլորն են տեղյակ, որ հիվանդությունը ներկայումս գոյություն ունի իրենց մոտ։ Մոտ 50%-ը մարդկանց, ով որ ունի արդեն հիվանդությունը, տեղյակ չէ իր ախտորոշումից։ Ինչու է դա այդպես, որովհետև հիվանդությունը շատ հաճախ սկսվում է մեղմ, ախտանիշները ընդունվում են որպես դե այդպես էլ պիտի լինի, ախտանիշները հարաճում են բավականին դանդաղ եւ մարդու օրգանիզմը ինչ որ չափով սկսվում է ադապտացվել ի հայտ եկած գանգատներին։ Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության վերաբերյալ, ինչպես ասեցինք, ուղեցույցները թարմացվում են տարին մեկ անգամ եւ ամբողջ աշխարհում թոքաբանները թոքային Եվրոպական ռեսպիրատոր ասոցիացիայի հետ միասին մշակում են ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ամեն ինչում, սկսած ռիսկի ֆակտորներից ավարտած բուժման եղանակից։ Ռիսկի ֆակտորներից խոսելով միանգամից կուզեմ շեշտել, որ այս հիվանդությունը շատ խիստ ասոցացված է ծխելու հետ եւ հիվանդների ահռելի տոկոսը, այն մարդիկ, ովքեր ունեն այս հիվանդությունը արդեն ախտորոշված, մեծ մասը ունեն ծխելու երկար ստաժ, այսպես ասած։ Այստեղ կարևոր է ոչ միայն ծխելու տարիների քանակը, այլ նաեւ ինչքան գլանակ է մարդը ծխում օրվա ընթացքում։ Բնականաբար ինչքան այդ թիվը մեծ է, այնքան մեծ է հավանականությունը թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության զարգացման պարագայում։ Շատ ավելի մեծ թվերի դեպքում դրան գումարվում է նաեւ թոքի քաղցկեղի բարձր ռիսկը։ Այս հիվանդությունը, ինչպես եւ թոքային մեծ մաս հիվանդությունները, սկսվում է ունի քրոնիկ ընթացք եւ ունի հարաճող ընթացք եւ սկսվում է շատ մեղմ, շատ նուրբ եւ հիվանդը հաճախ ընկալում է իր ախտանիշները որպես ծխելու հետևանք, որպես տարիքային փոփոխություն։ Ախտանիշներից առաջին հերթին կուզեմ շեշտել հազը։ Այն մարդիկ, ովքեր ծխում են որոշակի этаպում, երբ որ հազը դառնում է արդեն ամենօրյա, առավոտյան հիմնականում նրանց անհանգստացնող, ընկալում են որպես ծխելու բնականon հետևանք։ Սակայն հազը միշտ ախտանիշ է եւ այն միշտ ունենում է հիմքում ընկած որևէ պատճառ։ Իհարկե դեպքերի որոշ մասում, եթե խոսքը գնում է առողջ անհատների, երիտասարդ անհատների մոտ, դա կարող է պայմանավորված լինել ինֆեկցիոն process-ով։ Սակայն այն մարդիկ, ովքեր 50 տարեկանից ավել են եւ ունեն ծխելու երկարատև ստաժ, կամ աշխատում են վնասակար նյութերի հետ, կամ ունեն ժառանգական նախատրամադրվածություն որոշակի ֆերմենտային դեֆիցիտի առումով, խոսքը հենց ալֆա-1 անտիտրիպսինի մասն է, կամ բոլոր այս ախտանիշները միասին, նրանց մոտ հազը հանդիսանում է շատ լուրջ սիմպտոմ եւ արդեն այստեղ պետք է կատարել հետազոտություններ։ Շատ հաճախ հիվանդները, անհատները, երբ ունենում են որևէ գանգատ թոքային պաթոլոգիաների հետ կապված, շնչառության հետ կապված, լինում են դեպքեր, երբ նրանք ինքնուրույն կատարում են կրծքավանդակի օրգանների համակարգչային շերտագրություն, կատե ասվածը, եւ տեսնելով, որ այնտեղ որևէ փոփոխություն չկա, համարում են, որ թոքային խնդիր չունեն։ Սակայն այս հիվանդության նենգությունը հանդիսանում է այն, որ համակարգչային շերտագրությամբ այն երբեմն կարող է չհայտնաբերվել, եթե խոսքը սկզբնական փուլերի մասին է։ Թոքերի օբստրուկտիվ հիվանդություն, եկեք հասկանանք ցանկացած բառ այս անվանման մեջ ինչ նշանակություն ունի։ Դե թոքերինը պարզ է, օբստրուկցիա նշանակում է շնչառական ուղիներում, որոնք որ մեր բրոնխներն են եւ ոչ թե թոքերն են, շնչառական ուղիներում օդի հոսքի սահմանափակում։ Օբստրուկտիվ հիվանդություն, դե հիվանդությունը արդեն պարզ է եւ քրոնիկ, այսինքն ինքը հարաճելու եւ շարունակական ընթացք ունենալու միտում ունի։ Սկզբնական փուլում հիվանդների մոտ, անհատների մոտ դրսևորվում է միայն բրոնխիտի պատկերով, այսինքն մարդ ունենում է հազ, մարդ ունենում է խոր խարտադրություն, երբեմն այն կարող է չլինել եւ վերջ դրանով իսկ ավարտվում է հիվանդության դրսևորումը, այսինքն համակարգչային շերտագրությունը ցույց է տալիս գնահատում է թոքային հյուսվածքում որևէ խնդիր չկա, բայց շնչառական ուղիներում օդի անցանելիությունը այն որևէ կերպ գնահատել չի կարող։ Այս պարագայում մեզ օգնում է ուրիշ հետազոտություն, որը կոչվում է սպիրոմետրիա կամ արտաքին շնչառության ֆունկցիայի գնահատման թեստ, սակայն այն ցավոք սրտի դեռևս լայն կիրառություն չի գտել մեր երկրում՝ ի տարբերություն այլ երկրների, որտեղ այն շատ հաճախ անգամ սկրինինգային եւ պրոֆիլակտիկ հետազոտությունների ցանկում է մտնում։ Իհարկե որոշ դեպքերում այն կատարվում է, սակայն այստեղ մի քանի նրբություն կա այս հետազոտության առումով։ Ամենակարևորը կուզենայի շեշտել այն հանգամանքը, որ սա ֆունկցիոնալ տեստ է, այսինքն այս տեստում գործադրվող
ջանքերից կախված է պատասխանը։ Եթե համեմատենք սոնոգրաֆիան, որովայնի ուլտրաձայնային հետազոտությունը, անոթների դուպլեքսը, այստեղ հիվանդը ոչ մի բան չի անում, նա ուղղակի ներկայանում է, եւ արդեն համապատասխան տվիչով մասնագետը գնահատում է այն խնդիրները, ինչը որ կան։ Մինչդեռ սպիրոմետրիայի դեպքում հիվանդը պետք է ճիշտ ներշնչի, ճիշտ արտաշնչի, վարքյանային տևողությունները պետք է ճիշտ լինեն եւ կարեւոր է, որ այդ ամենը պետք է սինխրոն լինի սարքի գրաֆիկ գծելու հետ։ Այսինքն այստեղ հիվանդից պահանջվում է մեծ ընդգրկվածություն եւ մեծ ջանքեր հետազոտության ճիշտ պատասխաններ ստանալու համար։ Ինչևէ, եթե այս հետազոտությունը կատարվում է եւ անգամ չկա համակարգչային շերտագրությամբ որևէ խնդիր, այս հետազոտությունը սպիրոմետրիան արդեն հնարավորություն կտա հասկանալ ունենք արդյոք թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, թե ոչ։ Այստեղ կան հստակ ցուցանիշներ, որոնք որ բժշկին արդեն օգնում են ճիշտ կողմնորոշվել։ Եթե ախտորոշման հարցը կոպիտ ասած լուծվում է եւ անհատի մոտ արդեն ախտորոշվում է, ի հայտ է գալիս երկրորդ խնդիրը։ Երկրորդ խնդիրը այս պարագայում բուժման դժվար կազմակերպումն է։ Ինչու՞, քանի որ այս հիվանդության բուժումը դա ինգալյատորներն են, տեղային օգտագործվող սարքերն են, երբեմն սպրեյեր են անվանում, սակայն սպրեյերը այդքան էլ ճիշտ չի։ Ամեն դեպքում իրանք ինգալյատորներ են կոչվում, որոնցից շատերը գոյություն չունեն Հայաստանում որպես գրանցված պաշտոնական դեղորայք։ Այսինքն, երբ մենք հիվանդի մոտ կասկածում ենք այս հիվանդությունը, ախտորոշում ենք, հաջորդ քայլը արդեն պետք է փորձենք նրա հետ հայտնաբերել, որտեղից կարող ենք այդ ինգալյատորը գտնել, եթե Հայաստանում ստացվում է իհարկե, եթե ոչ, ապա նա արդեն պետք է կազմակերպի ինքնուրույն որևէ այլ երկրից ներկրելով։ Հաջորդ հարցը արդեն ֆինանսական կողմն է, որը էլի ցավոք սրտի բավականին մեծ նշանակություն է ունենում այդ հարցը կազմակերպելիս, ինգալյատորները մատչելի չեն։ Եվ հիմնականում ինգալյատորը բավարարում է 1 ամսվա օգտագործման համար։ Իսկ քանի որ այս հիվանդությունը հարաճման միտում ունի, ապա շատ հաճախ ինգալյատորը անհատին պետք է լինում ամբողջ կյանքի ընթացքում, եւ այստեղ արդեն խնդիրները ծառանալով նրա առջև արդեն դժվարացնում է բուժման ամբողջական եւ ճիշտ կազմակերպումը։ Լինում են դեպքեր, երբ որևէ ինչ-որ ժամանակահատված հետո, երբ հարաբերական լավացում ունեն կամ երբ էլ անհնար է դեղորայքը գտնել, բուժառուն թողնում է բուժումը կիսատ եւ այստեղ արդեն հիվանդության պրոգրեսիվումը շատ ավելի արագանում է, ինչու, որովհետև հաճախ այն ռիսկի գործոնները, որոնք որ բերել էին այս հիվանդության զարգացմանը, թեպետ նրանք կարող են լինել մոդիֆիկացվող, այսինքն փոփոխական, սակայն շատ քիչ հավանական է, որ ծխողը հիվանդությունը իմանալուց հետո թողնում է ծխելը կամ վնասակար արտադրությունում աշխատելուց հնարավոր է լինում աշխատանքը փոխել, կամ արդեն հիվանդությունը հայտնաբերվում է այն этаպում, երբ այդ ֆակտորի, այդ ռիսկի գործոնի վերացումը արդեն մեծ դեր չի խաղալու։ Քանի որ այս հիվանդությունը փաստորեն դժվար է ախտորոշվում եւ դժվար է ենթարկվում բուժման մի շարք խնդիրների պատճառով, ցանկացած առիթով փորձում եմ եւս մեկ անգամ հորդորել, որ ծխելը միշտ վնասակար է առողջությանը։ Եթե սկզբնական փուլում անհատի մոտ որևէ գանգատ չի դրսևորվում եւ այն բավականին տարածված է հայկական պոպուլյացիայում եւ ընդունվում է որպես ոչ այդքան վնասակար սովորություն, սակայն ի վերջո այն իր չար գործը անում է ոչ միայն թոքային առողջության առումով, այլ ընդհանուր ամբողջ օրգանիզմի վրա ազդելով, սկսած սիրտանոթային համակարգից, թոքերից, անոթներից, դա կարող է լինել անգամ ստորին վերջույթի անոթները։ Ամեն դեպքում ծխելուց հրաժարվելը շատ կարևոր է ցանկացած этаպում։ Այստեղ կուզեմ նաև փորձել ընդգծել ծխախոտը թողնելու դերի լրջությունը, ցանկացած հիվանդության պարագայում, որը որ ասոցացված է ծխելով, ռիսկը նվազում է միայն 5 տարի թողնելուց հետո։ Այսինքն, եթե ծխողը հրաժարվում է այդ սովորությունից, պետք է անցնի առնվազն 5 տարի, որ նրա ինչ որ հիվանդությամբ հիվանդանալու ռիսկը հավասարվի չծխողին։ Բավականին երկար ժամանակ է 5 տարին, կարծում եմ, ուստի ծխելը եւս մեկ անգամ կուզեմ շեշտել, որ շատ վնասակար է ամբողջ օրգանիզմի համար։ Մյուս ռիսկի ֆակտորը, որը որ իրականում ներկայումս դարձել է բավականին լուրջ խնդիր, դա օդի աղտոտվածությունն է։ Օդի աղտոտվածությունը հիմա շատ շոշափվող թեմա է, հիմա շատ քննարկվող թեմա է, բայց իրականում մենք ունենք լուրջ խնդիր։ Եվ ոչ միայն մեր երկրում, մեր քաղաքում, այլ նաև ամբողջ աշխարհն է դրա դեմ փորձում պայքարել։ Դա կապված է թե ուրբանիզացիայի հետ, թե մեքենաների հետ, թե արտադրության հետ, թե օզոնային շերտի հետ է կապված։ Ինչևէ, որոշակի հանգամանքներ կան իհարկե, որ անհատը չի կարող դրա վրա ազդել, սակայն օդի աղտոտվածության առումով ինչը կարող է փոփոխել անհատը կոնկրետ իր
առողջության համար եւ իր պարագայում դա տանը ունենալ օդը մաքրող սարք։ Նու սենց երկու նախադասությունով ուղղակի անդրադառնանք օդը մաքրող սարքի իմաստը կայանում է նրանում, որ այն ունի հատուկ ֆիլտրներ, որոնք որ փորձում են պահել, ֆիլտրում են մանր մասնիկները, որոնք առկա են մեր մթնոլորտային օդում։ Այդ մանր մասնիկները կարող են լինել ցանկացած դրամաչափի, ցանկացած թափոնների այրման հետևանքով, օրինակ աղբի այրման հետևանքով, կարող են լինել սնկերի սպորները, որոնք որ ի վերջո հասնում են շնչառական համակարգ։ Ինչքան մասնիկը մեծ է, այնքան մեծ է հավանականությունը, որ նա չի հայտնվի թոքերում, այսինքն վերին շնչուղիներով կսահմանափակվի խնդիրը եւ ի վերջո դուրս կբերվի օրգանիզմից, սակայն այդ PM2.5 ասվածը, որը որ կարծում եմ արդեն բոլորին ծանոթ է, այդ մասնիկները իջնում են միջև թոքային ամենանուրբ ստրուկտուրաները, որոնք կոչվում են ալվեոլներ, որոնք էլ հենց պատասխանատու են գազափոխանակության իրականացման համար եւ նրանք կուտակվելով արդեն օրգանիզմի համար ավելի լուրջ խնդիր են առաջացնում։ Երկրորդ հանգամանքը դա է, ինչ որ ձև փորձել կարգավորել օդի աղտոտվածությունը թեկուզ ամենացածր մակարդակի վրա։ Երրորդ գործոնը դա արդեն չփոփոխվող հանգամանք է, դա շատ հազվադեպ է հանդիպում, բայց լինում են իհարկե դեպքեր, երբ շարանկականորեն նախատրամադրված ունենում է անհատը ալֆա-1 անտիտրիպսին ֆերմենտի դեֆիցիտ, այս ֆերմենտի դերը կայանում է նրանում, որ բակտերիաների հետ հանդիպման ժամանակ այս ֆերմենտը պետք է փորձի չթողնել, որ բակտերիաները վնասեն այդ նույն ալվեոլոցիտները։ Հակառակ պարագայում, եթե ունենք այս ֆերմենտի խնդիր, պակաս կամ լյարդային լուրջ խնդիր, երբ խանգարվում է այս ֆերմենտի սինթեզը, այս պարագայում արդեն ցանկացած վիրուսային բակտերիալ վարակ անհատի մոտ կարող է բերել թոքային հյուսվածքի քայքայման եւ վնասման։ Այս դեպքում ցավոք սրտի անելիք շատ չունենք, էլի Հայաստանում չունենք գրանցված փոխարինիչ այս ֆերմենտի, սակայն երբեմն հնարավոր է լինում կազմակերպել դրա բուժումը, սակայն բուժումը բնականաբար շատ արդյունավետ չէ։ Խոսելով այս ռիսկի գործոններից եւ թոքային քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունից, շատ հաճախ այս հիվանդությունը որևէ этаպում ռիսկի գործոն է հանդիսանում նաև թոքի քաղցկեղի համար։ Թոքի քաղցկեղը բավականին լուրջ խնդիր է մեր պոպուլյացիայի համար, մեր ազգության համար, մեր բնակչության համար, քանի որ շատ հաճախ այն հայտնաբերվում է արդեն բավականին բարձր թողի դեպքերում, երբ արդեն ուռուցքը չափերով մեծ է, ուռուցքը ներաճել է հարևան օրգաններ կամ արդեն ունի մետաստազավորման փուլ։ Այս հիվանդությունը եւս ունի իր նենգությունը, ինչպես եւ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը, ինչու, որովհետեւ թոքի քաղցկեղը կարող է ունենալ երկու տեղակայում՝ պերիֆերիկ, այսինքն ծայրամասում գտնվի եւ գտնվի կենտրոնական, այսինքն կրծքավանդակի կենտրոնին մոտ։ Պերիֆերիկ ծայրամասային տեղակայման դեպքում շատ երկար, շատ մեղմ ախտանիշներ են լինում կամ ընդհանրապես ախտանիշները բացակայում են։ Այս հիվանդները որևէ գանգատ, նոր գանգատ չեն ունենում իրենց մոտ, էլի քանի որ ինքը շատ մեծ ասոցիացվածություն ունի ծխելու հետ, կարող է լինել հազ, որը ընդհանրապես կապված չէ այդ ուռուցքի հետ, որովհետև տեղակայումը բավականին հեռու է։ Եվ փաստորեն ստացվում է այնպես, որ այն հայտնաբերվում է արդեն այն դեպքում, երբ որ process-ը տարածված է, process-ը ունի արդեն բարդություն։ Կենտրոնական քաղցկեղի դեպքում արդեն մի քիչ այլ է հայտնաբերման process-ը, քանի որ այն մի փոքր ավելի շուտ կարող է ախտանիշներ տալ, սակայն այստեղ էլ դժվարությունը կայանում է նրանում, որ եթե ծայրամասայինի դեպքում հնարավոր է ուռուցքը ինչ-որ ձևով մասնահատել, անջատել, կենտրոնականի դեպքում դա շատ հաճախ լինում է անհնարին, որովհետև կենտրոնում կան բազմաթիվ այլ ստրուկտուրաներ, որի մեջ արդեն ներաճից հետո ցավոք վիրահատական որևէ բան հնարավոր չի անել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ամեն տարի հորդորում է նվազեցնել ծխախոտի օգտագործումը, հետևել շնչառական ուղիների առողջությանը եւ եւս մեկ անգամ շեշտելով կուզեմ ասել, որ այս բոլոր հիվանդությունները հնարավոր է կանխարգելել, հնարավոր է հայտնաբերել վաղ շրջանում, եթե անհատը հետաքրքրված է իր առողջությամբ։ Մեծ դեր ունի ներկայումս պրևենտիվ կամ կանխարգելիչ բուժշկություն ասվածը, որը իրենից ենթադրում է տարեկան ընդամենը մեկ անգամ մի քանի հետազոտության իրականացումը։ Եթե կոնկրետ խոսենք թոքային եւ շնչառական ուղիների խնդիրներից, ապա ռենտգեն քննությունը երիտասարդների մոտ եւ սպիրոմետրիան բավարար է թոքային եւ բրոնխների առողջությունը գնահատելու համար։ Այն անհատները, ովքեր ունեն ռիսկի ֆակտոր կամ հանդիսանում են 50-ից բարձր կամ 50-ից բարձր տարիքային խմբում եւ ծխող են կամ ունեն վնասակար արդյունաբերությունում աշխատելու երկարատև ստաժ, այս անհատների համար ռենտգենը արդեն փոխարինվում է ցածր դոզավորմամբ համակարգչային շերտագրությամբ։ Այս հետազոտությունը համեմատաբար կրծքավանդակի օրգանների շերտագրությանը ավելի մատչելի է եւ հնարավորություն է տալիս մեզ գնահատել արդյոք ունենք խնդիր թե ոչ։ Փաստորեն ստացվում է, որ երկու հետազոտությամբ ընդամենը շնչառական ուղիների եւ թոքերի առողջությունը հնարավոր է գնահատական տալ, եթե հիվանդը անգամ չունի գանգատներ։
Հորդորը կայանում է նրանում, որ անհատ պետք է ուշադիր լինի իր առողջությանը, քանի որ ցանկացած խնդիր ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել, երբ արդեն կան հետևանքներ։